Ես հավատում եմ դրան։ Պարոն Ղուկասյան, իսկ եթե քաղաքապետի պաշտոնը զբաղեցնեք, համագործակցությունը կառավարության հետ ինչպես եք պատկերացնում, ամեն դեպքում սուբվենցիա ծրագրերի հարց կա եւ այլն եւ այլն։ Ուրեմն քաղաքի հետ կապված եւ կառավարության հետ կապված յուրաքանչյուր նմանատիպ խնդիրներ համագործակցության բարի դրացիական հարաբերությունները պահելով ես ճիշտ կպահեմ ինձ։ Քաղաքական առումով միանշանակ իրանց հետ չէ։ Վարչապետը գալիս է Գյումրի։ Վարչապետը գալիս է Գյումրի, ինձ ասում են, ուրեմն արարողակարգից զանգում են, դիմավորեք, պարոն Ղուկասյան, իրանք գիտեն։ Դուք կդիմավորեք։ Ես ընդհանրապես ոչ մեկին սենց բան չեմ արել, իմ հորս է չեմ անում, հասկացա՞ր, բայց սուբորդինացիան պահելու համար, ուրեմն ինձ կպահեմ ճիշտ։ Եթե հանգարց միած սխալ վերաբերմունք տեսա այդ հարաբերությունների մեջ, ինքն էլ որպես քաղաքի քաղաքապետ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներն չեմ նայելու, բայց չափը ես միշտ պահել եմ, սուբորդինացիան պահում եմ, եթե իրենց էլ չհարկեմ, ատորը կհարկեմ։ Հասկանալի է, դա Հայաստանի Հանրապետության վարչապետի ատորն է, իրեն իր քաղաքականության միանշանակ չեմ ընդունում, ինչ որ արվել է չեմ ընդունում, բայց քաղաքի հետ կապված, եթե որևիցե մի խնդիր լինի, միանշանակ, ուրեմն իմ քաղաքի խնդիրները խոմ չեմ փագելու տնեմ բան, դա հաջողություն ստեղծում։ Քաղաքի հասանելիքները կբարձրաձայնեմ, եթե չտան, մեծ աղմուկ կհանեմ, կհասնենք մինչև ես չգիտեմ ուր։ Անպայման տեր եմ լինելու քաղաքի եկած գումարներին եւ քաղաքի հասանելիքին։ Եթե զգամ, որ չեն անելու, միանշանակ աղմուկ եմ բարձրացնելու, պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ։ Դիմավորելը դա էլ է արարողակարգի մաս, որ այսօր շատ քաղաքապետեր։ Գիտեք, մի բան ասեմ ձեզ, դերեք այդ հարցերը շատ մի խառնենք իրար, սպասեք ապրենք, կտեսնենք, թե ով ինձ ձևի կպայի, ով այսպես գլուխը կախած կընդունի, ով պարշչագատ կնայի երեսին, ով մի բան է խրատ կտա, սենց բաներ մի կարեք, երդասարդ եք, երկրի հետ կապված դուրս եք գալու, սենց բաներ, դաստիարակչական, ապաշխարական խոսքեր կասի, հավատքից կսովորացնեի, որ ապաշխարեն, հավանական ես այդպես կլինեմ, բոլորի նկատմամբ։ Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը Գյումրիում, Սարիկ Մինասյանի 34% ձայն տանելու հետ կապված դուք որքանով եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը, թե այդուհանդերձ Սարիկ Մինասյանն է կարողացել ԿՊ-ին ռեյտինգ ապահովել, ներողություն, քանի որ քաղաքում նաև զարմացած են եւ խոսում են, որ այդքան ձայն է կարողացել Սարիկ Մինասյանը տանել ձեր թաղամասից։ Այդ ինչքան է տարել, որ մեր թաղամասից։ Ամենայն դեպս ապշած է։ Մեր թաղամասից այդքան շատ ձայներ չի տարել։ Մեր թաղամասից, մեր վստահված անձինք, մեր ուրեմն այնտեղի ներկա գտնվող մարդիկ տեսել են Երևանյան լեզվով խոսացողներ, ախրքյալակի կողմից լեզվով խոսացողներ, հասկանալի է, եւ դա միայն մեր թաղը չէ, դիմացի հատվածներն էլ ընդգրկված եղել մեր թաղում, մոտարապես ես տարել եմ այդտեղ 600 մի տեղամասում տարել եմ 600 ձայն, իրենք 110 չգիտեմ ինչ կա, ուրեմն այդ ամեն ինչը պդցնելով, անելով, դնելով եւ գիտեմ, որ դա Սարիկի ձայները չի, իհարկե իրենց միջի խոսակցությունից էլ եմ տեղյակ, որ ասել են, այս արել ենք մենք, բա դուք ձեր ամբողջ ԿՊ-ով ես քաղաքում ինչ եք արել, 500-ից թե 1000 ձայն եք հավաքել, եթե մեր ամբողջ այս մոտեցումը չլիներ, դուք ինչ ձևով էիք ուրեմն պաշտպանելու ԿՊ-ի տեխնազությունը եւ իրենց միջի խոսակցությունները, իրենց միջի կոնֆլիկտները, բաները այնպես որ մենք այնտեղ էլ մարտիկ ունենք, մենք հանգիստեղի Գյումրիում պատերը ինձ տեղյակ եմ տանում, թե ինչ են խոսում, հիշի, ասեք։ Դուք ասում եք, որ նախագահ Քոչարյանն է քարգում, առաջին Քոչարյանից դուք արձագանք ունեք անշոր հավորանքի տեսքով կամ գուցե SMS-ի տեսքով, երկրորդը դուք ձեր ամենաառաջին տեսանյութը, որ հրապարակեցիք Քարոզ Արշավի առաջին օրը, հիշում եք ինչ շատ ոսաշունչելուց է հրապարակից թրքահպատակներին այստեղից վտարելու մասին։ Առաջին հերթին ովքեր էին այդ թրքահպատակները եւ այդ թրքահպատակներին վտարելը ձեր ընտրվելու դեպքում ոնց եք տեխնիկապես պատկերացնում։ Մի հատ մեզ լուսավորեք։ Ուրեմն Քոչարյանը Ռոբերտը ինձ չի շնորհավորել, SMS չի ուղարկել, մենք իր հետ չենք խոսել, միգուցե կարող է վաղը խոսենք կամ ընդհանրապես չլինի նա, բայց հիմա ինչ որ ասեցիք, ես պատասխանում եմ, ինչ մնում է
Թրկահպատակ բառը ոչ միայն ես եմ ասում, Հայաստանի Հանրապետության հավանական է 60-ից 70%-ն է ասում, ես այդ 60-ից 70%-ի մեջ եմ եւ միանշանակ աշխատելու եմ դրա վերաբերյալ, որ թուրքերին չբերեն այստեղ, սահմանները չբացեն, թուրքերը չկան այստեղ հռռոցով սեփականությունները շատանա, աշխատելու եմ դրա դիմաց միանշանակ։ Մնացածներ չեմ ուզում։ Ուրեմն ներքի թերքահապատակները, ներքին հայ թուրքերին անպայման շապիկները պատրելու ենք, պետք է անպայման ցույց տանք, թե ովքեր են նմանատիպ մարդիկ եւ ինչ կառույցներ են ղեկավարում, հասկանալի է միանշանակ աշխատելու ենք ԿՊԻ-տ են։ Դուք այսինքն դուք Միանշանակ աշխատելու ենք, որ էլ երկար չխոսես, ես զգում եմ քո Ուրեստանումից, միանշանակ դեմ եմ աշխատելու ԿՊԻ-ին։ Գնեք, դուք դեմ եք նաև հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այո, ես դեմ եմ այսօր հայ-թուրքական սահմանի բացմանը, որովհետև այսօր Թուրքիայում վարկերը 2-ից 4% է, Հայաստանում 18-ից 25%։ Այստեղի գործարարը ուրեմն այդ սկզբունքով է օգտվում Թուրքիային 2-ից 4%։ Ընտուփ թուրքերը նմանատիպ դրսի, եթե արտահանողներ կան, օրինակ ես գիտեի կառույցներ, մարդկանց, որոնք իրենց երկրի ղեկավարությունն ասել է, այն ժամանակ, որ Ռուսաստանին այդպես սանկցիաների տակ գցեցին, ասեցին կատի վերամշակման գործարանին կանչել են աշխատակիցներին, նմանատիպ մարդկանց, ովքեր որ զբաղվում են, ասել են ձեզ ինչքան գումար է պետք, ասել են խոսքի X գումար, ինչ տոկոսներով, բա 2-ից 4%, ասել են ձեզ տալիս ենք հավանական է 0%-ներով, ասել ես X գումար, արքես 2X, 3X, այս կաննել հետ չես վերադարձնի, միայն արդադրանք կարա ուղարկենք Ռուսաստան ու իր պետությունն էլ ուրեմն շուկան ապահովել է։ Հիմա Հայաստանում այդպիսի մոդեցում որ գործարարը ունի, որ գործարարը այդպիսի մոդեցում ունի։ Դրա համար, եթե սահմանը բացվեց, ուրեմն այստեղի աշխատատեղերը, այդ փոքր գործարաններն բոլորը փակվելու են։ Դա էլ եւս թուրքական քաղաքականություն։ Պարոն Ղուկասյան, չէ՞ կարծում, որ եթե Թուրքիան գիտենա, որ հենց այդ մեխանիզմով Հայաստանին կարելի է, այսպես ասած, վնաս հասցնել, ժամանակ կբացեր սահմանը։ Ուրեմն դա այդպես հեշտ ու հանգիստ չէ սահմանը բացելը, դա շատ գեղեցիկ մտածելակերպով, պետական, ուրեմն ինստիտուտները համոզեցնելով այստեղի ղեկավարությանը սահմանը բացելու հետ կապված, դա ես հանգիստ զգում եմ, որ դա իրանք կանեն, անպայման կանեն։ Եվ դրա համար ես միանշանակ դրան դեմ եմ։ Եթե այդ պայմանները ինչ որ հիմա Թուրքիայում են անում, Հայաստանում լիներ, մեր հայերը ավելի խելացի են ու բանիմաց են ու գործոնյա են։ Եթե պետությունը նմանատիպ մոդեցում ցուցաբերի մեր գործարարներին, մեր գործարարները հավանական է ամբողջ աշխարհով մեկ ավելի հզոր կլինեն, քան թե որևիցե մի երկրի, որովհետև մենք այդպիսի պոտենցիալ ու խելք ունենք։ Պարոն Ղուկասյան, իսկ վերահաշվարկի հետ կապված թեկուզ